Պարոն Մեսրոպյան, մի հատ ընդհանրապես թեմային չվերաբերող հարց, ոստիկանները դահլիճում ինչ են անում։ Կարգն է սա։ Ինչ կարգ, ումից։ Մեր նիստի վարման կարգ։ Ներողություն։ Թող դուրս է գտնում են ամոթա, հետո պետք է ստեղ ինչ կարգ։ Երեք տեսանք ինչ էր կատարում։ Ինչ էր կատարում։ Շատ վատ բաներ կատարում, պարոն Ղազինյան, չարադառնանք երեկվա այդ թեմաների։ Ես համաձայն ներողություն եմ, թողեք ավարտել։ Ավարտեք ով է։ Ուրեմն, հարգելի հայրենակիցներ, դահլիճում գտնում են ոստիկաններ, ենթադրյալ ինչ-որ անձինք, որոնք որևէ կապ չունեն որևէ բանի հետ, ենթադրվում է, որ դահլիճում գտնվում են մարդիկ, որոնք պոտենցիալ կարգ խախտող կարող են լինել կամ այդպիսի ենթադրյալ ռիսկ կա։ Պատասխանում եմ։ Ես ներողություն։ Ես գտնում եմ, որ դա թող նախագահ հայտարարի, որ դա այս կողմը չի, եւ հայտարարի ռիսկը ումից է տեսնում։ Այլ պարագայում իրանց գտնվելը ստացվում է, որ կամ պետական իշխանության մարմինը, լրագրողներ եւ մեր կողմը։ Այսինքն հանձնաժողովի աշխատակազմ, կառավարչի աշխատակազմ, լրագրողներ եւ մենք։ Ումից է ռիսկը։ Պատասխանում եմ ձեր հարցին, պարոն Ղազինյան։ Երեկել եմ այդ մասին բավական երկար եւ մի քանի անգամ անդրադարձել։ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նիստը սկսվում եւ վարվում է հանձնաժողովի նիստերի վարման կարգի համաձայն։ Հանձնաժողովի նիստի ժամանակ ընթացակարգը եւ վարման կարգը առհասարակ որոշում է այդ կարգով իրավասություն տրված անձանց, տվյալ դեպքում նիստի վարողին եւ տվյալ դեպքում հանձնաժողովի նախագահին։ Հանձնաժողովի նիստերին իրավունք ունի մասնակցելու հանձնաժողովի նիստերը դռնբաց նիստեր են եւ հանձնաժողովի նիստերին իրավունք ունեն մասնակցելու Հայաստանի Հանրապետության բոլոր այն քաղաքացիները, որոնք նախապես գրանցվել են աշխատակազմում նիստերի օրակարգը տեղադրելուց եւ հայտարարելուց առաջ եւ հետեւաբար բարձրապնդում անել, որ այս կամ այն անձնավորությունը ինչ գործ ունի դահլիճում, դա անընդունելի պնդում է եւ սրանով բերեք սահմանափակվենք։ Ես ներողություն եմ խնդրում սահմանափակելու նորից եմ կրկնում ոստիկանները համազգեստով մնացած անձանց դուք ինքներդ անդրադարձեք տեսեք ով են ինչ են կոնկրետ ես նույնականացված եմ անձնագրով ամեն ինչով արդյոք այսպես հանձնաժողովի նիստին համազգեստով ոստիկանի ներկայության հիմնավորումը դրանից են կողմ չի լինում, չեն հասցնելու դուռը բաց են գան, եթե այստեղ ինչ-որ պոտենցիալ անկարգություն հրահրող կա կամ եսի միջ կա։ Չի սազում, որովհետև նորից եմ կրկնում 4 կողմ ներկա։ Հանձնաժողով իր աշխատակազմով, լրագրողներ, կառավարչի աշխատում ՀԿ-ները մեկ են։ Ով է այստեղ պոտենցիալ ռիսկը, ով է, որ ոստիկանության աշխատակիցները պետք է գտնվեն սրահում։ Պարոն Ղազինյան, չեմ ուզում հիմա բանավեճի մեջ մտնենք։ Բանավեճ չի, հրավիրեք խոսում։ Չեմ, մի րոպե, ես եմ որոշում այստեղ 6-րդ անգամ եմ կրկնում։ Հասկացա։ Ես եմ նիստը վարողը, ես եմ որոշում ոնց եմ անելու։ Հայաստանի Հանրապետության, Հայաստանի դուք եք ստիպում, Հայաստանի Հանրապետության։ Չունեք, հասկանում եմ դուք։ Պարոն Ղազինյան։ Ուրեմն ուշադիր լսեք, դուք հիմա ինձ լսեք, հարցադրումս չեմ ավարտել։ Ձեր ձայնը չբարձրացնեք 1, երկրորդ անդադ կրկնելով, որ ես նիստը վարում եմ, չի ստացվում, որ վարում եք 2, եւ երրորդը շատ տրամաբանական հարց են բարձրացնում։ Ոստիկանության համազգեստով աշխատողները գտնվում են դահլիճում։ Հարց. ռիսկ կա արդյոք թե ոչ, ձեր ասած անկարգության կամ մյուսի։ Երկրորդը, ռիսկ ում կողմից եք տեսնում։ Գոնե ասեք ձեր կողմից չեք տեսնում, ես հարցս հանում եմ, թող մնացած իրանց մասին խոսեմ։ Պատասխանում եմ։ Հրազենով մարդ կա։ Ինչ։ Հրազեն կրող մարդ կա այս բային դահլիճում իմանալ։ Պատասխանում եմ հարցին։ Ոստիկանները հանդիսանում են եւս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եւ կարող են մասնակցել դռնբաց նիստին։ Սա մեկ։ Երկրորդ, վտանգների մասին մենք երեք նիստը չսկսած հենց առաջի վայրկյանից ականատես եղանք այն անկառավարելի եւ անհասկանալի իրավիճակին, որը ի սկզբանե ծագել էր ձեր պահվածքից, երբ որ դուք չհարգելով մի րոպե պատասխանեմ, մի րոպե պատասխանեմ, մի ընդհատեք ինձ, հետո ես մեկ ձայնը մի բարձրացրեք, մի րոպե պատասխանեմ, խնդրում եմ, սպասեք պատասխանեմ, ձեզ չեմ, ինչ կամ էլ պրովոկացիան եք, ձեզ չեմ հեռացնելու դահլիճից, մի րոպե, հարց եմ տալիս, ասում եմ, ռիսկը վտանգ ումից եք զգում,
Ասեք մեր Պատասխանում եմ, իմանանք, պատասխանում եմ, թույլ տվեք պատասխանեմ, մի ընդհատեք ինձ։ Ես ձեզ չեմ ընդհատում, մի ընդհատեք ինձ, պարոն Ղազարյան։ Թողեցիք մի բառ ասել։ Մի րոպե։ Դեռ ավելին եմ թողել, որ ասեք։ Ուրեմն մի րոպե։ Այն պահվածքը, որ արձանագրվել է 3 նիստերից առաջին վայրկյանից, ձեր կողմից, ձեր այդ ուղղությամբ նստած ընկերների, գործընկերների կողմից մտել եք, անունները մենք ենք որոշում, մի րոպե, ոնց լա, ես եմ, մենք ենք որոշում, ոչ դուրսը չենք նստացնելու ձեզ, դահլիճում ենք նստացնելու, մենք ենք որոշում, մի րոպե, գնում եք պրովոկացիա իսկապես արդեն, ես պրովոկացիա չեմ անում։ Ձեր ասածն եմ մեկնաբանում, ձեր ասելով հրավիրված մարդիկ պետք է նստել այս սեղանի շուրջ, կողմը պետք է նստի ընդեղ, լուրջ եք խոսում։ Շատ լուրջ եմ խոսում։ Ձեր նիստերի դահլիճում մոտորապես նույն սեղանն է։ Մեկը կարող եք հիշել, որ կողմը, իհարկե քանակը չտեղավորելու դեպքում կարող է այդտեղ նստել։ Մի անգամ կարող եք հիշել, որ կողմը նստել այնտեղ։ Մի անգամ ձերի համար։ Պարոն Ղազարյան, որևէ դիտավորություն դրա մեջ չի եղել եւ դա բոլորովին իրավունք չէր վերապահում ձեզ, կոնկրետ ձեզ, որպեսզի դուք առանց հանձնաժողովի աշխատակազմի հետ համաձայնեցնելու ինքներդ որոշեք թե դահլիճի որ մասում եք նստում, բայց այդ պահը հաղթահարված է, ես չեմ ուզում հիմա մեր բուն բովանդակային քննարկումը թողենք, ընկնենք նորից հետ վերադառնանք այդ կետին, ոստիկանները բոլորիս համար են ստեղ, որպեսզի առաջին օրվա, նաև ձեր անվտանգության, առաջին օրվա, առաջին պահի այդպիսի պատկերներ, մի ընդհատեք ինձ, պարոն Ղազարյան, մի ընդհատեք ինձ։ Երբ որ դուք խոսում եք, ես ուշադիր լսում եմ ձեզ։ Եվ եթե ձեր մեծագույն խնդիրը ոստիկանների դահլիճում գտնվել չգտնվելն է, հարգելի ոստիկաններ, հենց այս վայրկյանին խնդրում եմ դահլիճից դուրս սպասեք եւ անհրաժեշտության դեպքում ձեզ կհրավիրենք ներս։